Բայց դուք նկատել եք, որ ճիշտ է, մարդու տեսքը շատ կարևոր է եւ մարդու մարմինը, անատոմիան, ամեն ինչն է շատ կարևոր, որովհետեւ կատարյալ է ուղղակի մարդու կազմվածքը, բայց ամենաշատ օգտագործվող եւ կարևորվող հատվածը դա բերանն է։ Այսինքն վերարտադրելն է խոսքը, բերանի բացել, փակելը, կծվածքը, ժպիտը, ուտելը, երգելը, այսինքն ամեն ինչ այստեղից է գալիս, այն ինչ որ մենք ուզում ենք կամ ինչ որ մի բան որ մտածել ենք ուզում ենք մյուսն էլ դրա մասին իմանա, առանց դրա, էլի, sense նորմալ մարդկային շփումով, ապա պետք է վերարտադրել այդ ամենը կապված է հենց այս համակարգի հետ։ Իսկ այդ համակարգը այսօր բավականին շատ մեծ դեր է խաղում ու հատկապես Հայաստան շատ տուրիստներ են գալիս, որովհետեւ այդ համակարգը ուղեն, բուժեն, նորից վերադառնան իրենց երկիր, որտեղ մենք ունենք ֆանտաստիկ մասնագետներ։ Բայց ինչ ենք մենք հիմա այս բանը խոսում այս համակարգի մասին, ժպիտի, բերանի, կծվածքի, որովհետեւ ունենք հրաշալի հնարավորություն խոսել հենց մասնագետի հետ եւ այս ամենի կարեւորության մասին, կարևոր տեղեկություններ նաեւ լսել եւ իմանալ հենց մասնագետից։ Մեր տաղավարում է ստոմատոլոգ, օրթոդոնտ Ֆիլիա Քեյանը, բարի լույս։ Ու մենք հենց այս բոլոր հարցերի շուրջ կզրուցենք։ Ուրախ ենք ձեզ այդ առավոտը սկսել ու ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Սիրով։ Ինչն է նպաստում ճիշտ կծվածքի ձևավորմանը։ Սկսենք հենց այստեղից։ Ճիշտ կծվածքի ձևավորումը եւ առողջ ատամնաշարի ձևավորումը սկսում է դեռ մանկուց։ Դա պարզապես գենետիկայի մասին չէ։ Կարելի է ասել, որ դա երեխայի եւ ծնողի ամենօրյա փոքրիկ ընտրություններն են։ Կախված է երեխան ինչպես է շնչում, ինչ սնունդ են հրամցնում երեխային, ինչպիսի կեցվածք ունի, սպորտով զբաղվում է թե ոչ, այդ ամենը նպաստում է ճիշտ կծվածքի ձևավորմանը։ Այսինքն սպորտը նույնպես։ Եւ այո, Այսինքն գենետիկական բնույթ չունի։ Գենետիկան եւս դեր ունի, բայց էկզոգեն գործոնները շատ ավելի մեծ դեր ունեն, քան գենետիկան։ Այսինքն ճիշտ գործոնները եթե համադրվում են, հավանական է, որ կծվածքի խնդիր երեխան չի ունենա հետագայում։ Այստեղից հետևություն, կարող է բնությունը մաման, պապան մեզ շատ իդեալական ստեղծեն, մենք փչացնենք ամեն ինչ։ Իհարկե։ Կամ մի քիչ բնությունը այսպես անուշադիր եղել զուտ այդ առումով կամ գենետիկորեն է ուղղակի դա մեզ փոխանցվել, բայց մենք մեր ուշադրության եւ գիտելիքի շնորհիվ կարող ենք այդ ամեն ինչը շտկել։ Բայց հետաքրքիր է մեխանիզմը ինչպես կարող է դա նպաստել կծվածքի ձևավորմանը, օրինակ ինչ պետք է անել փոքր ժամանակ, որ կծվածքը լինի առաջ կամ ատամները նստեն իրար վրա։ Ինչն է դրան նպաստում եւ սպորտն օրինակ ինչպես է նպաստում։ Եվ վնասակար սովորույթները եւ շնչառությունը ամեն մեկը իր ազդեցությունը ունի։ Օրինակ եթե խոսենք շնչառության մասին, ընդհանրապես մեր միմիկայի մկանները դեմքի, բերանի շրջանաձև մկանը, մեր լեզուն պետք է ամբողջությամբ հարմոնիայի մեջ գտնվեն եւ երեխան, առողջ երեխան պետք է բերանը փակ քնի, այսինքն միայն շնչի քթով, բայց երբ երեխան շնչում է բերանով, դա նշանակում է, որ կա որոշակի խնդիր եւ այդ բերանային շնչառության պատճառով կարող է կծվածքը փոփոխվել, ինչպես է դա լինում։ Պատկերացնենք երեխան քնած է այսպես, բերանը բաց վիճակով, ընդհանրապես լեզուն պետք է առողջ մարդու մոտ հպվի քիմքին, այն մեր ամենաուժեղ մկանն է, պետք է սխմի ծնոտներին եւ լայնացնի նրանց, որպեսզի հետագայում մշտական ատամները տեղավորվեն եւ թեքվածություն չունենա ատամնաշարի։ Բայց երբ երեխան այսպես բերանը բաց է քնած, լեզուն մնում է ներքևում ստորին ծնոտում, չի կատարում իր գործառույթը, չի լայնացնում ծնոտները։ Բացի այդ, բերանը բաց քնած ժամանակ այս թշամկանները, դեմքի միմիկայի մկանները ավելի շատ են սկսում աշխատել, սկսում են սխմել եւ նեղացնել ծնոտները, որի պատճառով երբեմն մենք արդեն տեսնում ենք նեղացած ծնոտ, հետագայում արդեն ատամները չեն տեղավորվում ծնոտում եւ պարտադիր կարիք է լինում դիմել բժիշկ օրթոդոնտի։ Այսինքն հենց շնչառությունից պետք է սկսել։ Եթե ձեր երեխան գիշերը բերանը բաց է քնում, անպայման պետք է դիմել քիթ-կոկորտականջաբան բժշկին, միգուցե լինի նշիկների գերաճ, քթի խեցիների հետ խնդիր կարող է լինել, ադենոիդներ լինել, վերացնել այդ խնդիրները եւ իհարկե, քանի որ այդ կապով նաեւ կարող է առաջանալ օրթոդոնտիկ խնդիր, նաեւ օրթոդոնտ մասնագետին եւս պետք է դիմել։ Քանի որ 6-7 տարեկանից սկսած, եթե մենք այնտեղ խնդիր ունենք, ծնոտը բավարար լայնացած չէ, որpիսի հետագայում չունենանք բրեկետների կարիք, մենք կարող ենք հատուկ հանովի դնովի ապարատների, շարժական ապարատների միջոցով լայնացնել ծնոտները եւ ստեղծել այդ տեղը, բավարար տեղը, որpիսի հետո հիմնական ատամները լիարժեք գան եւ տեղավորվեն։ Դա կատարվում է արդեն օրթոդոնտի հետ 6-7 տարեկանից սկսած մինչեւ 11-12 տարեկան։ Հրաշալի, դուք նշեցիք մենակ սխալ քնելու տարբերակը, իսկ կան արդյոք բացի քնից այլ վնասակար հատկություններ, որոնք մենք մեր առօրյայում օգտագործելով ինքներս մեզ վնասում ենք։ Իհարկե, կան նաև վնասակար սովորույթներ, դրանք բազմատեսակ են։ Նորից երեխաների հետ կապված, օրինակ մատը ծծելու վնասակար սովորույթը շատ երեխաների մոտ
օրինակ ծծակը երկար օգտագործում են, այնուհետև ծծակը, քանի որ ժամանակին չենք վերացնում այդ սովորույթը, անցնում է արդեն մատը բերանում քնելուն, բերանի խոռոչում պահելուն, եւ այդ մատի ճնշումից տվյալ հատվածում ծնոտը թերաճ է մնում, կրկին առաջանում է կծվածքի խնդիր։ Գրիչը ատամների միջև պահելը կարող է բերել դիմացի ատամների միջև հեռավորության առաջացմանը։ Սննդի միակողմանի ծամումը, միշտ մի կողմով քնելը բարձին եւս առաջացնում են կծվածքի խնդիրներ։ Եղունգներ կրծելը եւս։ Այսպիսի կամ վնասակար սովորույթներ, որոնց պետք է ծնողները ավելի ուշադիր լինեն, որպեսզի այդ վնասակար սովորության պատճառով նույնիսկ հնարավոր է գենետիկայում ոչ մի խնդիր չունենա տվյալ բալիկը, բայց վնասակար սովորության շնորհիվ ունենա կծվածքի խնդիր։ Նաեւ կան առողջ սովորույթներ, որ կարելի է ծնողներին հորդորել, օրինակ կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրման ժամանակ երեխայի բոլոր մկանները այնքան ակտիվ են աշխատում, որ ծնոտները բավարար չափով լայնանում են եւ զարգանում են դեմքին համապատասխան։ Կոշտ սննդի մատուցումը, օրինակ երեխաներին խնձոր, գազար տալ, որպեսզի նրանք կծելով, կրծելով։ Այսինքն սնունդը նույնպես կարևոր է, որպեսզի ծնողները հետևեն, թե ինչ են տալիս երեխաներին։ Հիմա շատ թրենդային է, օրինակ բլենդած այդ սնունդների մատուցումը երեխային, բայց ժամանակը ցույց տվեց, թե ինչու հիմա օրինակ բալիկների մոտ շատ են ատամների թեքվածությունները, ավելի շատ, քան նախկինում։ Տեսակ, սխալ մարդու էի ասում, այդ բլենդը երբ շիլայանում սնունդը տեսակ, ասում էի, տեսար։ Վերջերս էլի իմ ընկերների շրջապատում, հատկապես մայրերի հետ, երբ որ խոսակցություն բացվեց, այս այդ բլենդերային սնունդի մասին էինք խոսում, որ ախր մենք ժամանակին լավ ապուր էինք ուտում, բայց այդ ապուրի մեջ կային նաև կոշտ ինչ-որ բանջարեղեններ կամ մսային ինչ-որ տարբերակներ, բայց այդ բլենդերով ախր չենք վնասում, վայ, այստեղ ավելի շատ ենք մենք սնունդ լցնում, բայց արի ուտես, որ կծվածքին դա վնասում է։ Եթե ծնողը երեխային մանրացնում է սնունդը եւ այդպես մատուցում, դրանով նա լավություն չի անում երեխային, վնասում է։ Ինչքան շիլայանման է փափուկյա սնունդը, այդքան սնունդը չի տալիս ծանրաբեռնվածություն ծնոտին եւ այդ պատճառով ծնոտը կրկին բավարար չափով չի լայնանում, չի զարգանում, չի աճում եւ հետագայում կրկին ունենում ենք խնդիրներ։ Ցանկալի է միանգամից նույնիսկ փոքր տարիքից կտորներով մատուցել երեխային սնունդը, որպեսզի ունենա բավարար ծանրաբեռնվածություն եւ ծնոտները համաչափորեն դեմքի էսթետիկան գեղեցիկ լինի։ Զարգանան։ Իսկ այն, որ սկսում է լնդերը քոր գալ, այդ տարիքում, որ ատամները արդեն պետք է դուրս գան, մենք տարբեր տեսակի իրեր ենք տալիս, դա խաղալիքներ կան, դա նաև կարող է լինել բանջարեղենից տեսք։ Բանջարեղեններ ենք մենք ավելի բնական։ դա նորմալ է, որ տալիս ենք, ու սկսում են ինչ աննորմալ շարժումներ կանել։ Նորմալ է, բայց կարող է լինել նաև բանջարեղենի տեսքով, ավելի առողջ, ավելի մաքուր, քանի որ տվյալ պարագաները, որ տալիս ենք, նրանք անընդհատ ստերիլիզացիայի կարիք ունեն, կարելի է ասել, կարող են ընկնել հատակին, աղտոտվել եւ այլն։ Շատ հետաքրքիր է, եթե օրինակ այդ կծվածքի սխալ ձևավորման փուլն արդեն անցել են եւ հիմա post factum ծնողներ կան, ովքեր հասկանում են, որ այդ ամենը պետք է անել, բայց ցավոք սրտի չեն արել, հիմա արդեն ունեն գելայներների կամ բրեկետների հարց էստեղ եւ եթե նման խնդիր է առաջանում եւ նման հարց է առհասարակ առաջանում, որ տարիքից կարելի է բրեկետ դնել եւ բացի երեխաներից, օրինակ կան շատ մեծահասակներ, ովքեր ժամանակին թե ծնողների բաց թողման հետևանքով կամ հենց իրենք հետևողական չեն գտնվել եւ մեծ տարիքում ինչպես կարելի է բրեկետների հետ վարվել եւ ինչ արդյունքներ կտա մեծ տարիքում արդեն։ Առհասարակ եթե ամեն ինչ ճիշտ չի գնացել սկզբանե 6-7 տարեկանից սկսած, ինչպես նշեցի, հնարավոր է օրթոդոնտիկ ապարատների միջոցով շտկել հարցը, բայց եթե ավելի ուշ է, օրինակ արդեն երեխան 11-12 տարեկան է, այդ դեպքում արդեն մեզ օգնության կհասնեն բրեկետ համակարգը կամ էլայներները։ Սկսում ենք տեղադրել այն ժամանակ, երբ որ բոլոր մշտական ատամները արդեն ծկթած են երեխայի մոտ։ Ամեն երեխայի մոտ դա կարող է լինել տարբեր տարիք, մեկի մոտ 12, մեկի մոտ 13, քանի որ բոլորի ոսկրային տարեքը դա տարբեր է եւ օրթոդոնտիան շատ ինդիվիդուալ է, մենք չենք կարող հստակ ինչ-որ տարիք նշել։ Երբ որ փոխվել են բոլոր մշտական ատամները, արդեն հնարավոր է տեղադրել բրեկետներ եւ բրեկետ համակարգով հստակ այցեր ունենալով օրթոդոնտի մոտ հասնել ցանկալի արդյունքին։ Նաեւ մեծ տարիքում եւս հնարավոր է բրեկետներով բուժում անցնել, քանի որ նախկինում այդքան զարգացած չէր օրթոդոնտիան գիտությունը, նույնիսկ եթե կային մասնագետներ, շատերը կոմպլեքսավորվում էին բրեկետներ կրել, իսկ հիմա բոլորի մոտ կարծես թե թրենդային է բրեկետներ կրելը։ Տարբեր գույներով։ Այո, տարբեր գույներով կան, առանց գույների, կերամիկական սպիտակ չերևացող բրեկետներ կան, ամեն պացիենտին հնարավոր է տարբեր առաջարկել այնպիսի մի տարբերակ, որը նրան ավելի համապատասխան կլինի։ Նույնիսկ մեծ տարիքում, օրինակ իմ ամենամեծ պացիենտը 54 տարեկան է եղել եւ մենք կրկին ունեցել ենք շատ լավ արդյունք, եթե դա մարդուն խանգարում է,
դա միայն էսթետիկայի մասին չէ, այդ թե կատամները չեն թույլ տալիս, որպեսզի նա լավ լվանա տվյալ հատվածները, հիգիենան պահպանի եւ հնարավոր է նաեւ ատամների ժամանակից շուտ կարիեսների առաջացում, կորցնել ատամները։ Այդ պատճառով ամեն ինչ հնարավոր է ցանկացած տարիքում կազմակերպել, եթե կա ցանկություն։ Բայց իրականում շատ կարևոր է ու այո, ցանկությունից բացի պետք է մենք էլ ինքներս էլ խնամքով այդ ամեն ինչին վերաբերվենք ու պատահական չէ, որ մեր ամենասկզբում էր զրույցի հենց թիրախային փուլից եկանք, այսինքն հենց մանուկ հասակից սկսված, թե ինչքան կարևոր է ճիշտ հետևելը ու հետաքրքիր է նաև լոգոպեդի առումով, որ վերջերս շատ հաճախ է նաև իմ շրջապատում հանդիպում, որ մարդիկ լոգոպեդի մասնագետի են դիմում, արդյոք դա անդրադառնում է կցվածքը ճիշտ խոսքի վրա նույնպես։ Ես վստահ եմ, որ այդ համակարգից է նաև գալի շատ երեխաների մոտ ոչ ճիշտ վերարտադրել է ինչ-որ խոսքի կամ բառի կամ տառի։ Իսկապես։ Իհարկե կապված է միմյանց հետ, առհասարակ խոսքի զարգացումը դա բարդ process է, որտեղ ներկա պետք է գտնվի գլխուղեղի ճիշտ նորմալ աշխատանք, նյարդային հաղորդչական ուղիների եւ ատամնացնոտային համակարգի ճիշտ աշխատանք։ Կրկին հիմա մենք տեսնում ենք, որ ավելի շատ է հանդիպում երեխաների մոտ լոգոպեդի դիմելու կարիք, բայց դա կոմպլեքս բուժում պետք է լինի եւ օրթոդոնտը պետք է աշխատի եւ լոգոպեդը եւ քիթկոկորտական ջաբանը, որպեսզի այդ ամբողջը ինչ որ սկզբում նշեցի, այդ բոլոր գործոնները պետք է ճիշտ համահունչ լինեն, որպեսզի արդյունք լինի։ Ֆոնետիկ այդ խնդիրները շատ հաճախ լինում է քիմքի սխալ կառուցվածքի, նեղացած քիմքի պատճառով եւ ատամների թեքվածության պատճառով եւս կարող է լինել ֆոնետիկ խնդիրներ, որ որոշակի տառեր երեխան սխալ է արտասանում։ Պետք է կոմպլեքս մասնագետների մոտեցում, որպեսզի արդյունքը լինի այն, ինչ որ եւ ծնողն է սպասում եւ երեխան։ Այնպես որ պետք է շատ հետևողական լինել։ Շատ հետևողական է պետք լինել երեխաների նկատմամբ եւ ինքներս մեզ եւ հետեւել առողջությանը։ Հիմա վերադառնանք նորից մեծերին։ Հա, այդպես թե sense դրանից պետք է մենք անպայման հետևենք առողջությանը ու հատկապես մանուկ հասակից։ Կան ճտտոցներ, օրինակ բացում ենք մենք բերանը, փակում, մեր հարցազրույցից առաջ էլ դրա մասին խոսեցինք, նաև ուզում եմ այսին տեղեկությամբ կիսվել մեր հեռուստատողների հետ նույնպես։ Ինչից է այդ ճտտոցները ուտելուց կամ խոսելուց դու ինքդ լսում ես, այսպես ոնց որ գլխի։ Եվ նույնիսկ մարդիկ կան, օրինակ ասում են տես Հա, ասում են տես։ Եվ դա նրանց սկսում է դուր գալ։ Հա։ Առանձնահատուկ բան ունեն, էլի, իրանք շնորհ կամ տաղանդ։ Շատ ուշադրություն պետք է դարձնել դրան, դա կարող է շատ վտանգավոր լինել։ Մեր ստորին ծնոտը մեկ ոսկր է իրենից ներկայացնում, ամբողջական ոսկր, որը այստեղ ունի հոդագլխիկներ եւ միանում է գանգին հոդափոսիկի միջոցով։ Եթե այդ ճտոց կտոցները ձեզ մոտ առաջացել են ինչ-որ մի պահից սկսած, հավանական է տարբեր պատճառներ կարող են լինել։ Տրավմաներ, հեռացված ատամներ, բարձր տեղադրված պլոմբաներ, ժողովրդական լեզվով ասած, կամ ավելի գրագետ կոմպոզիտներ, որի պատճառով ստորին ծնոտը իր ճիշտ կենտրոնական դիրքից մի պահ սկսում է շեղվել, սահել մեկ այլ ուղղությամբ։ Դա կարող է լինել աջ, ցախ, առաջ կամ հետ։ Այդ սահման պատճառով հոդագլխիկը հոդափոսիկում կորցնում է իր դիրքը։ Այնտեղ մենք ունենք օրինակ նյարդանոթային խուրձ, եթե գնում է հենվում է այդ նյարդանոթային խրձին, մարդու մոտ սկսում են գլխացավեր, կտոճ ճտոցներ չի լինում է միգրեն, գլխացավեր եւ այլն։ Եվ երբեմն նա չի կարող իմանալ, որ օրինակ տարբեր բժիշկների մոտ է գնում, նյարդաբանի մոտ է գնում եւ այլն, որպեսզի հասկանա խնդիրը, բայց խնդիրը չեն գտնում։ Նաեւ այցելեք օրթոդոնտ գնատոլոգին, պետք է կատարել նաեւ հոդերի, քունքստործնոտային հոդի մի շարք հետազոտություններ բժշկական, որպեսզի հասկանալ միգուցե այնտեղ խնդիր կա։ Երբեմն հենվում է մեկ այլ պատի եւ այնտեղ ժամանակի ընթացքում սկսում է մաշվել։ Այդ դեպքում դուք զգում եք այդ ճտոցները, ճռոցը, կտոցը եւ այլն։ Բայց լուրջ խնդիրների կարող է։ Այո, ժամանակի ընթացքում հոդը մաշվում է։ Առաջ սովետական տարիներին, քանի որ այսքան գնատոլոգիան գիտությունը զարգացած չէր, մարդիկ արդեն այդպես ցավերով մեծ տարիքում մոտենում էին դիմացնոտային վիրաբույժի մոտ եւ այստեղ կատարվում էր ներարկումներ։ Այդ ներարկումները ուղղակի ցավազրկող բնույթ էին ունենում, նովոկայինային բլոկադաներ էին կատարվում, այսինքն ժամանակավոր լուծում էր դա, ոչ թե բուժում։ Իսկ հիմա գնատոլոգիան առաջարկում է հատուկ օկլյուզիոն շարժական շինաներ, որի միջոցով մոտավորապես 8 ամիս գրելով, անընդհատ աշխատելով օրթոդոնտ գնատոլոգի հետ, քիչ-քիչ ծնոտը բերվում է արդեն իր հին ճիշտ դիրքին, այո, եւ ապրում ենք առանց կտոցների, ճտոցների, ականջում աղմուկի եւ գլխացավերի։ Հա, փաստորեն դա տաղանդ չէ։ Այս որ յուրահատկություն չէ օրգանիզմի կողմից, այլ դա լուրջ խնդիր է, որը կարող է հետագայում ավելի լուրջ խնդիրների առջև կանգնեցնի։ Ճիշտ ժամանակին պետք է դիմել բժիշկներին։ Բայց համաձայն եք, որ իմ փորձից եմ ասում, էլի,
Ձեր մասնագիտությունից վախեցողներ շատ կան։ Այո։ Ինչի՞ց է որ այդպես է ըստ ձեզ։ Կարծում եմ դուք դեռ չեք գտել ձեր սրտի ստոմատոլոգին։ Ուղղակի։ Բացի լավ Հոգեբանի պես է երևի գիտես։ Հա, ինձ թվում է բացի այդ հմտություններից մասնագիտական նաև պետք է մի քիչ էլ հոգեբանություն, հա։ Իհարկե։ Տեսեք, ես քանի որ եւ երեխաների հետ եմ աշխատում 6 տարեկանից սկսած եւ մեծերի հետ եմ աշխատում, կարող եմ ասել, որ հիմա մեր ծնողները շատ ուշադիր են ավելի, շատ փորձում են շուտ գտնել խնդիր եւ լուծում տալ, որպեսզի չխորանա։ Մեր ժամանակ եւս ծնողները ուշադիր էին, բայց գիտությունը այդքան զարգացած չէր կարելի ասել։ Եվ նույնիսկ ծնողները սկզբից կարող են երեխային IT բերել ուղակի ծանոթանալու համար, որպեսզի երեխան ստրես չտանի, չլինի արդեն ախտահարված մեծ խնդիրներ, ցավով չմոտենան մանկական ստոմատոլոգին, այլ մանկական ստոմատոլոգին մոտենան թեկուզ մի հատ IT, որպեսզի ստոմատոլոգը տեսնի, արդյոք կա խնդիր թե ոչ, որպեսզի հոգեբանորեն երեխան հանգիստ լինի եւ երբ որ խնդիր լինի, արդեն ավելի հեշտությամբ եւ սիրով մոտենա մանկական ստոմատոլոգին կամ արդեն մեծ ժամանակ նախատեսված արդեն թերապևտ ստոմատոլոգին, օրթոդոնտին, օրթոպեդին կամ վիրաբույժին։ Մասնագետներին։ Մենք այսօրվա մեր զրույցից նախ շատ գոհ ենք ու շատ շնորհակալ, որ դուք մեր տաղավարում եք ու կարևոր այս թեմային անդրադարձանք, նաև հասկացանք հետեւյալը, որ մանուկ հասակեցիլներս պետք է մեր երեխաներին ճիշտ մեծացնել եւ ճիշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի նրանք թե խոսակցական, թե քնի, թե շնչառության, կծվածքի, նաեւ ոչ միայն, հա, ամենակարևոր համակարգի հետ ոչ մի խնդիր չունենան։ Հետևաբար մենք ինքներս պետք է փորձենք գիտելիքներ ձեռք բերենք, որ այդ ուղղությամբ ճիշտ քայլեր ձեռնարկենք, որ հանկարծ լուրջ խնդիրների առջև չկանգնենք։ Շատ շնորհակալություն ձեզ։